2026 թվականի սեպտեմբերի 1-ին կառավարության որոշումով փակվելու է 229 դպրոց, որոնցից 215-ը գյուղերի միակ դպրոցն են։ Այդ գյուղերից 55-ը սահմանամերձ են, 149-ը գտնվում են լեռնային եւ բարձր լեռնային համայնքներում։ Դպրոցների փակվելուն վստահաբար հաջորդելու է համայնքների դատարկվելը։ ՀԱԿ-ը երաշխավորում է, որ խորհրդարանում կկասեցնի ազգային անվտանգությանը սպառնացող այս գործընթացը եւ կիրառելով ժամանակակից կրթական մեթոդներ կպահպանի ոչ միայն գյուղերում կրթական համակարգը, այլև կդադարեցնի Հայաստանի համար ռազմավարական կարևորություն ունեցող սահմանամերձ համայնքների դատարկումը, դրա անհրաժեշտ պայմաններից համարելով համայնքների խոշորացման այս արատավոր քաղաքականության հետ շրջելը։ Սեպտեմբերի 1-ից Հայաստանի գյուղական համայնքներում փակվելու է 229 դպրոց։ Աշխատանքից ազատվելու է մոտ 2500 ուսուցիչ եւ նույնքան էլ մոտավորապես այլ աշխատող։ 7800 աշակերտ այլևս չի կարողանալու հաճախել իր գյուղի դպրոցը։ Այդ 229 դպրոցներից 215-ը միայն մեկ դպրոցն են, իրենց գյուղական համայնքի միակ դպրոցն են։ Այսինքն այդ դպրոցը փակվելով այդ գյուղում այլևս դպրոց չի լինելու։ Այդ փակվող դպրոցներից 55-ը սահմանամերձ գյուղերի դպրոցներ են։ Այսինքն այդ դպրոցները փակվելով մենք սահմանամերձ գյուղերին զրկում ենք կրթական համակարգից։ Նրանցից 100-ը լեռնային շրջաններում են եւ 41-ը բարձր լեռնային գոտում գտնվող գյուղեր։ Խնդիրը այն չէ, որ միայն երեխաները զրկում են կրթություն ստանալու իրավունքից իրենց համայնքում։ Ցավը այն է, որ այդ որոշումը իրականացնելուց հետո եւ կրթական համակարգն է քանդվելու եւ այդ գյուղերն են դատարկվելու։ Երաշխավորված ասում է, որ գյուղերը դատարկվելու են իրենց համայնքում դպրոցների փակվելուց հետո։ Սրան կա լուծում։ Մենք լուծում ունենք, մենք առաջարկում ենք լուծում։ Այն է, պետք է նոր մեթոդներ կիրառել, կրթական նոր մեթոդներ, որոնք շերտավորված ուսուցումն են, որոնք համակցված ուսուցման մեթոդներն են։ Այդ մեթոդները կան, կիրառվում են շատ տեղերում։ Այդ մեթոդների մեջ է on-line ուսուցման մեթոդը, որ շատ կիրառելի է տվյալ դեպքերում։ Դրա մեջ շատ կարևոր է նոր տեխնոլոգիական մոտեցումների, on-line ուսուցումների մեթոդը, եւ այս մեթոդների ընդհանուր կոնցեպտը սկզբունքը հետեւյալն է։ Ոչ թե աշակերտն է գնում ուսուցչի մոտ, այլ ուսուցիչն է գալիս աշակերտի մոտ։ Եվ մտնելով խորհրդարան ես ձեզ խոստանում եմ, որ Հայ ազգային կոնգրեսը ամեն ինչ անելու է պահպանելու գյուղական կրթական համակարգը։ Նպատակը ոչ միայն կրթական համակարգ պահպանելն է, այլ գյուղերի պահպանելը, որովհետև գյուղերի դատարկվելով դատարկվելու են մեր սահմանամերձ եւ ռազմավարական նշանակություն ունեցող գյուղերը։ Ձայն տվեք մեզ եւ մենք կպահպանենք եւ կրթական համակարգը եւ դատարկվող գյուղերը։